Հայկական հեռուստաեթերի առաջին և միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեզ ճշգրիտ և հավաստի պարզաբանումներ, դա իհարկե ամենից ամենան է։ Ողջույն, դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային ATV-ն և այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային տասնյակը, որը վարում եմ ես Լեաննան։ Դե իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենաաստղային դպրոցական պատմություններ։ Ամբողջ աշխարհում հոկտեմբերի 5-ը նշվում է որպես ուսուցիչների միջազգային օր։ Այդ օրը ուսուցիչները իրենց աշակերտներից և շրջանավարտներից ստանում են ծաղիկներ, կոնֆետներ, նվերներ և այլն և այլն։ Այս տարի մենք մեր ամենից ամենաաստղերի հետ միասին որոշեցինք մատուցել իրենց ուսուցիչներին հաճելի անակնկալներ անդրադառնալով իրենց դպրոցական հետաքրքիր պատմությունների։ Շատ հուզիչ պահեր են սպասում մեզ այսօր մոտակա 1 ժամվա ընթացքում, քանի որ մեր ամենից ամենաաստղային շրջանավարտներն այսօր տարիներ անց հանդիպում են իրենց ուսուցիչների հետ և հիշում իրենց դպրոցական կյանքի ամենահիշարժան և ուշագրավ պահերը։ Դե ինչ այդ ամենին անդրադառնում ենք հենց այս պահին։ Ամենից ամենաաստղային դպրոցական պատմությունների շքերթում իր ուրույն տեղն է զբաղեցնում իր հալազատ դպրոցին հավատարիմ մնացած հաղորդավար, սցենարիստ Կարեն Քոչարյանը։ Կարեն Քոչարյանն անկեղծ խոստովանում է, որ շատ հպարտ է, որ սովորել և ավարտել է հենց այս դպրոցը, և դրանում իր զգալի դերը խաղաց նրա տատիկը։ Սակայն ամենին անդրադառնանք հերթով։ Ինչ վերաբերվում է մեր դպրոցին, որտեղ ես սովորել եմ Պուշկինի անվան, որը Երևան քաղաքի առաջին ռուսական դպրոցն է եղել 37 թվականին հիմնադրված։ Ես եկա այս դպրոց ժառանգաբար, քանի որ դպրոցի հիմնադիրներից մեկը մի մարդ էր, որը իմ կյանքում մեծ դեր խաղաց, դա իմ սիրելի տատիկն էր, Ասիա Ավետիսյանը, որը դպրոցի հիմնադիրներից էր, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, աշխատել է այստեղ 40 տարուց ավել 37 թվականից հենց առաջին օրվանից դպրոցի։ Պուշկինի անվան թիվ 5 դպրոցն իսկապես շատ հարուստ տարեգրություն ունեցող դպրոց է, և պատահական չէ, որ այն համարվում է Երևանի լավագույն դպրոցներից մեկը, որտեղ տարբեր տարիներին սովորել և ավարտել են հայ անվանի դեմքեր։ Այս դպրոցը ավարտել են անվանի կոմպոզիտորներ Վլադիմիր Էմբալյանը և Էդգար Հովհաննիսյանը, ակադեմիկոս Վիկտոր Ֆանարջյանը, Յակոբ Խաչիկյանը, շատ մեծանուն գիտնական, փիլիսոփա, դպրոցն ավարտել է Լևոն Մալխասյանը, ջազբեն, Արմեն Թութունջյանը, թմբկահար։ Այս դպրոցում սովորել է օրինակ այնպիսի մի մեծանուն նկարիչ, ինչպես Վալենտին Պատպամոգովն է։ Այդ բոլորը պուշկինականներ են, ավարտել են մեր դպրոցը։ Կարենը այսօր ղեկավարում է մեր դպրոցում քո տեսախցիկ ստուդիան։ Մեր շրջանավարտները իրենց հետ տանում են ֆիլմ, որտեղ կա մեր քաղաքի պատմությունը, քանի որ մեր դպրոցը շատ երևանյան դպրոց է։ Եվ իհարկե իրենց պատմությունը, այնտեղ կա մի հատված, որտեղ խոնարհվում ենք մեր բոլոր այն ուսուցիչների դեմ, ովքեր այսօր մեզ հետ չեն, բայց ստեղծել են այս կրթօջախը, երկար տարիներ աշխատել են այս դպրոցում։ Այն բարոյականությունը, որ մարդը կրում է, այն մարդասիրությունը, այն հումանիզմը, աշխարհի նկատմամբ, այն լավատեսությունը, որ երեխաները իհարկե վերցնում են դպրոցից, այդ ամենը պահպանվել է Կարենի մեջ և դա շատ ողջունելի է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մի մարդու, որի շնորհիվ ես վերադարձա դպրոց։ Ես Աստորեն դպրոցը չեմ ավարտել, ես շարունակում եմ և սովորել այստեղ, և աշխատել այստեղ։ Դա Մարեթով Ազգեննան է, Մատղաշյան, որը երևի թե այս դպրոցի ամենաերկար տարիներով տնօրենն է եղել, բոլորովին վերջերս նա ազատվեց տնօրենի պաշտոնից, 21 տարի նա ղեկավարել է այս դպրոցը։ Անցյալ տարի Պուշկինի անվան թիվ 5 դպրոցը մեծ շուքով նշեց իր 75-ամյակը։ Միջոցառման կազմակերպչական հարցերում իր զգալի ուղղման ունեցավ Կարեն Քոչարյանը։ Հենց նրան է այսօր վստահված դպրոցի մամլոք արտուղարի պաշտոնը։ Мой первый шаг, мой первый друг, все это вспомнилось и светлее стало вдруг. Благодарю. Ահա այսպիսի դպրոցում է տարիներ առաջ սովորել Կարեն Քոչարյանը։ Ասել, որ Կարենը եղել է գերազանց սովորող աշակերտ, այդքան էլ ճիշտ չի լինի։ Որ ասեմ լավ աշակերտ եմ եղել, սուտ կլինի։
Այստեղ վկայություն էլ կա այդ մասին, այնքան 3 եմ ստացել ժամանակին, այնքան 3 եմ ստացել, բայց հենց այսօր խոսում էինք մեր ուսմասվարներից մեկի հետ, որ նույնպես այս դպրոցի շրջանավարտն է, որ Գուրգենն է, մի լավ բան, երկուսս էլ գրեթե նույն բանը ասացինք, որ այն տարիների 3-ը երևի այսօրվա 5-ն է։ Կարենն այն կարծիքին է, որ աշակերտի մոտ սերն առարկայի հանդեպ սերմանում է ուսուցիչը։ Մաթեմատիկա առարկան ես չէի սիրում առանձնապես, բայց վերջին տարիներին մեզ մոտ եկավ մի ուսուցչուհի դասավանդելու Գրիգորիադիս Իդա Պետրովնան, որի շնորհիվ ես սիրեցի այդ առարկան եւ ոչ միայն ես։ Նա ուներ մոտեցման ձև։ Տանել չէի կարողանում, ես օրինակ մեր մանկավարժներից մեկի, մեր ուսուցիչներից, մեր ուսմասվարներ Կլարա Մեֆոդիևնան, հետագայում ես հասկացա, որ նրապես հզոր մասնագետներ այնքան քիչ են, որովհետև նրա շնորհիվ ես այսօր փայլուն տիրապետում եմ ռուսերեն լեզվին, ռուս գրականություն գիտեմ։ Այսօր Կարեն Քոչարյանը մեծ երախտագիտությամբ է հիշում իր բոլոր ուսուցիչներին, որոնցից մեկը տարիներ անց դասավանդել է նաև նրա դստերը։ Ի դեպ Կարեն Քոչարյանի ժառանգները եւս ավարտել են Պուշկինի անվան թիվ 5 դպրոցը։ Առաջին ուսուցչուհուց չեմ կարող չհիշատակել Ելենա Արշալոցյան Խաչատրյան, որը ընդամենը մի քանի տարի առաջ կյանքից հեռացավ եւ գրեթե մինչեւ վերջին օրերը աշխատում էր այստեղ։ Կան դեռ ուսուցիչներ, որոնք ինձ դասավանդել են։ Նրանցից մեկը օրինակ եղել է նույնիսկ իմ աղջկա դասղեկը մինչև 10-րդ դասարան ավարտացրել է, դա Միքայելյան Ելենա Զախարովնան է, աշխարհագրության ուսուցչուհին, որը առ այսօր, չնայած 83 տարեկան հասակին, նա առ այսօր դասավանդում է, մտնում է դասարան եւ կարողանում է աշխատել երեխաների հետ։ Եթե խոսել Կարենի դպրոցական կյանքի ամենավառ իրադարձությունների մասին, ապա անպայման պետք է հիշատակել թատերական խմբակներում իր ակտիվ մասնակցությունը։ Մենք ունեցել ենք բազմաթիվ այստեղ թատերական խմբակներ, որտեղից եւ ես վարակվել եմ, առաջին թատերական խմբակներից մեկը հենց ղեկավարել է իմ տատիկը այստեղ եւ երբեք չեմ մոռանա մի թատերական խմբակ, որը ճակատագրական դեր խաղաց իմ կյանքում, խմբակ ղեկավարում էր Հանրապետության ժողովրդական արտիստուհի Նինա Իվանովնա Եգորովան, ռուսական թատրոնի մեր լավագույն դերասաններից մեկը։ Կարեն աշակերտ, Կարեն ծնող եւ Կարեն այսօր արդեն կոլեգա, այս բոլոր իրավիճակներում Կարենը իսկապես առանձնանում է իր դպրոցասիրությամբ։ Ուզում եմ շնորհակալություն բոլորին հայտնել, որ այսօր ես իմ դպրոցում եմ, իմ կողքին եք дуք եւ եւս մեկ անգամ шнурավորել բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, ուսուցչի օրվա կապակցությամբ։ Но в детство то беспечное нас тянет бесконечно. Как здорово, что все мы здесь сегодня собрались. Եվս մեկ բացահայտումներով լի ամենից ամենաաստղային տասնյակ ներկայացրեցինք այսօր ձեր ուշադրությանը եւ այդ ամենին թերևս հավել եմ իմ շնորհավորանքի խոսքերը։ Շնորհավորում եմ աշխարհի բոլոր ուսուցիչներին, ուսուցիչների միջազգային տոնի կապակցությամբ, մաղթելով ձեզ քաջ առողջություն եւ համբերություն, քանի որ ձեր աշխատանքն իսկապես աշխարհի ամենաբարդ աշխատանքներից մեկն է։ Եվ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը տասնյակը եւ իհարկե սրտադրոп սպասում մեր հաջորդ հանդիպմանը։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ կիրակի ամենից ամենաժամանցային ATV եթերում։ Հաջողություն։